Մայիսի 12-ին ադրբեջանցիները ներխուժեցին հայկական տարածք Սև լճի ուղղությամբ, կոնկրետ եւ Գեղարքունիքի ուղղությամբ։ Ցավոք սրտի պետք է ասեմ, որ ոչ կորպուսի հրամանատարը, ոչ գլխավոր շտաբի պետը, ոչ պաշտպանության նախարարը, ոչ էլ երկրի վարչապետը ոչ մի ցուցում չէին տալ։ Բոլորը ներքևինները նայում էին, վերևինն էլ նայում էր ներքև։ Թե ով առաջինը կեթա կընկնի անդունդը, ասեմ ինչ էր կատարվում։ Առ ժամանակ հետո մի քանի օրից ինձ ուղարկում են Սև լիճ բանակցելու։ Իմ բանակցությունների արդյունքում թուրքերը հետ գնացին ու դրանք ապացույցներ։ Իմ բանակցությունների արդյունքում շեշտում եմ, երկու սահմանապահ, որ այնտեղ նստած էին, նրանք համաձայնվել էին, որ թուրքերը մնան մեր տարածքում։ Ես կարծում եմ, որ Նիկոլի ցուցումով, որտեղ նրանք քանի գլխան էին համաձայնվեին։ Իհարկե Նիկոլի ցուցումով։ Դրանից հետո ինձ Նիկոլը ուղարկում ընդեղ։ Ասում եմ գնատես այնտեղ, ինձ զեկուցել են, բայց մի հատ տես ինչ են էլի պայմանավորը։ Պատկերացնում եք։ Ու ես գնում եմ այնտեղ, ինձ թուրքերն ասում են, որ մենք պայմանավորվել ենք, որ մնում ենք այդ տարածքում, մեր պոստերը մնում են, փաստացի շրջապատելով Սև լիճը։ Ես էլ ֆրացի ասեցի, ուրեմն սենց 2 ժամ ժամանակ եմ տալի, եթե ստից ռադները չքաշեք, ասի, հենց հիմա հրետանուց կրակ եմ բացել։ Ու ֆռում գնում եմ։ Դրանից հետո իմ հետևից գալիս է Ռուսաստանի ներկայացուցիչը, այդ գնդապետ, այդ պայն գնդապետ, ռուս գնդապետը հետս էր։ Բա խնդրում ենք բանման, դե արդեն Ռուսաստանի ներկայացուցիչ Մուրադովն էր, ուզում ա գա, խնդրում եմ կռիվ մի սկսեք եւ այլ, խնդրում ենք, հենց անենք ժամը 6-ին նոր հանդիպում անենք, դա 4-ի կոմերն էր, նոր հանդիպում անենք, նոր դրանից հետո որոշենք։ Ասի լավ, 2 ժամ կհետաձգենք։ Եկավ Ռուսաստանի այդ գեներալը, եկավ Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալը, դե ուղղաթիռով թռավ եկավ եւ այլն։ Խոսալ ժամանակ ասեցի, ասի մեր պայմանները դուք պիտի դուրս գաք, ուրիշ ոչ մի տարբերակ չկա, հակառակ դեպքում հարվածում ենք։ Միայն ու միայն այդ գեներալի խոսալուց հետո, Ադրբեջանի գեներալի հետ պայմանավորվելուց հետո, սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալի, որտեղ միայն ինքը կարար նման ցուցում տար։ Թուրքերը սկսին հետ գնալ։ Միջև այդ որ այնտեղ ինչ որ կինոներ են անում, ոչ մեկ ոչ մի բան չէր անում։ Սաղ յան էին տվել։ Սաղ։ Նիկոլը 5 րոպեն մեկին զանգում էր, բոլորը ամեն ինչը Նիկոլին զեկուցվել է, ինչ որ, եթե ինչ որ տեղ, ինչ որ բան հանձնել է Նիկոլ Փաշինյանը։ Ոնց որ հանձնեց Արցախը, իր համար ինչ էր մի դիրք հանձնելը։ Եկա Արցախը հանձնեց, մի հատ ուֆ չարեց։ Ամել վախում են, գնացել է Սյունիք, ասում է Սյունիքը մերն է ու վերջ։ Դե ինչ ասեմ։ Ասում է, գիտեք ժողովուրդ, բան չունեմ ասել, էլի։ Սենց նայում եմ մեր ընտրական դաշտը։ Ես ճիշտ ասած ձեր տեղը ինձ վատ եմ զգում։ Իրականում ես դե շանս չկա այս պահին, որ ես կամ ընտրություններին մասնակցեմ, բայց ես դրվում եմ ձեր տեղը։ Որ ասում է, մի հատ ընկեր ունի, ինչ ասում էր պապայի արև։ Դնում եմ ձեր տեղը։ Այ ախպեր ջան։ Սենց նայում ես, այս մեկը սաղ հանձնում է, ամեն ինչ հանձնում է։ Մյուսները չեմ հասկանում գաղափարախոսությունը, չկա գաղափարախոսություն, կան անձեր, ու մենք ասում ենք, էսի լավ բարդ է, այնի վատ մարդ է, մենք տենց ենք ընտրություն կատարել։ Մենք 15 համարն ենք, կարդացեք մեր գաղափարները, կարդացեք ինչ է գրված, ինչ ենք ուզում անենք, որ ես վիճակից ելնենք։ Կինոներ կա, չէ, որ մեկը գալիս է այդ շախը, մեկը դեմը, մոյ վիլիկի, մոյ բան, այդ Նիկոլն է։
Են ով Սեմագուշի, Նայմուդրեշի, ո ձեր ամենակարողը, դուք ամենախելոքը, ինքը այդ ձև թուրքերին ա վերաբերում։ Նայեք այդ կինոները, չոք, խալին փռելով, ասում եկեք կապեպեմ խալի փռենք, թուրք ա գալի։ Այ ինչ ասեմ, ախպեր ջան, զարմացած եմ, ու դուք գնաք դրան ընտրեք, որ մի բան ասեմ, եթե մենք հայրս հիմա ընտրենք Նիկոլ Փաշինյանին, ուրեմն մենք չենք կարող լինենք պետություն։ Այն ինչ որ ինքը արել է, դա չի ներվելու պատմության մեջ։ Ու ով որ հիմա գնում է իրան ընտրի, շատ մեծ սխալագործում։ Ավելի լավ է գիտեք ինչ, մեր Հայաթի շանը ընտրեք, քան իրան։ Օգուտ ավելի մեծ կլինի։ Գոնե շունը մոտ է տանուց, գոնե շնամու վրա գոնե հաչում է։ Ասում եմ, իր տեղը ընտրեք մեր Հայաթի շանը ավելի լավ կլինի, մեր վիճակը։ Թող մերն ես անձնական վիրավորանք չեմ տալի, չեմ էլ համեմատում։ Ինչ որ մեկին ասենք, նույն Նիկոլին շան հետ չեմ համեմատում, չէ, Տեր Աստված, պետք չի ինձ դա։ Բայց մեր Հայաթի շունը հաչում է անծանոթ եւ հակառակորդի վրա։ Իսկ եթե հարձակվում կծումը։ Մեզ այսօր ավելի շատ այդ շունն է պետք, քան Նիկոլ Փաշինյանը։